մխիթարեցեք Երուսաղեմին, այսպես է ասում Եսայի մարգարեն, ուղղում է խոսքը իսրայելացիներին։ Երուսաղեմ նշանակում է խաղաղություն, եւ Երուսաղեմը խաղաղությունը նաեւ մխիթարության կարիք ունի։ Եվ յուրաքանչյուր Աստծո արարած յուրաքանչյուր մարդ մխիթարության, հոգևոր մխիթարության կարիք ունի։ Այդ մխիթարությունը մենք պիտի Աստծուց առնենք, բայց Աստվածային այդ մխիթարությունը կա ողջ արարչության մեջ։ Օրինակ այսօր մենք նայեցինք գեղեցիկ էր, չէ՞ լուսինը, ինչքան սիրուն էր, եւ կարծես մխիթարվեցինք, ուրախացանք Աստծո արարչությամբ։ Աստծո արարչությունը մի քանի աստիճան է, նախ եւ առաջ տարերն են, օդը, ջուրը, կրակը, հողը, չէ՞։ Այս 4 տարերը մեր բնության, մեր էության անբաժանելի մասն են, մենք օդից, հողից, ջրից, կրակից ենք բաղկացած, եւ առանց օդի, հողի, ջրի, կրակից կյանք չունենք։ Եվ մենք ուղղակիորեն կապակցված ենք, կախված ենք այս 4 տարերից։ 4 տարերից առաջանում են նաև բուսական աշխարհը նախ եւ առաջ, չէ՞։ Ծաղիկները, խոտերը, ծառերը եւ այս բուսական աշխարհով սնվում են կենդանիներ եւ մարդիկ։ Այլը մխիթարությունը 4 տարերից, այսինքն մենք լուսինը տեսանք, մխիթարվեցինք, չէ՞։ Բայց ավելի գեղեցիկ, հետաքրքիր ուրախություն ենք ապրում, օրինակ վարդ ենք մենք երբ որ տեսնում, շուշան ենք տեսնում, կամ որևէ ծաղիկ ենք տեսնում, բայց այս ծաղիկները չունեն զգայարաններ, չեն տեսնում, ունեն շոշափելիք միայն, ունեն հոտ, ունեն բուրմունք, ունեն տեսք, եւ դրանցով մենք մխիթարվում ենք, ավելի մեծ մխիթարություն ենք մենք գտնում նաև հատկապես կենդանական աշխարհով, հա։ Ինչ որ Աստված ստեղծել է, գեղեցիկ է ստեղծել։ Կենդանիները իրականում մարդուն շատ մեծ առնչակցություն ունեն, կապվածություն, կախվածություն ունեն, որտեղ սկզբում երբ որ Աստված արարչությունը ստեղծեց, կենդանիները ենթարկվում էին մարդուն։ Կենդանական աշխարհը ամբողջ ենթարկվում էր մարդուն, թռչունները, գազանները, եւ երբ մենք խախտեցինք պատվիրանները, կենդանիները սկսեցին մեզ չենթարկվել, առաջացան գիշատիչ կենդանիներ, վայրի կենդանիներ, եւ կենդանիների սնունդը իրականում խոտն էր, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, խոտը բուսականությունը տվել է իբրև սնունդ կենդանիների եւ ծառի պտուղները մարդու համար իբրև սնունդ։ Եվ կենդանիները, որ կոչված էին բուսականությամբ սնվել, սկսեցին իրար ուտել, հա, ինչպես գեշատիչ կենդանիները ուտում են ավելի թույլ կենդանիների։ Այսինքն, երբ որ մենք պատվիրանը խախտեցինք, արարչությունը խախտվեց։ Այդ ներդաշնակությունը, սերը, որ կար արարչության մեջ, որ կենդանիները իրար չպիտի ուտեին, այլ սկսեցին իրար հոշոտել։ Մարդու մեղքի պատիժն է դա։ Եվ ոչ միայն կենդանիները, այլ ողջ արարչության ներդաշնակությունը խախտվեց։ Ջրհեղեղը ձեզ վառ օրինակ։ Երկիր մոլորակը իրականում մարդու բնակատեղին պետք է լիներ, բայց կարծես գերեզմանը դարձավ։ Ամբողջ երկիր մոլորակը դարձավ ջրհեղեղով պատվեց եւ ողջ մարդկությունը վերացավ։ Մեր բնակության վայրը դարձավ մեծ գերեզման, մեղքի արդյունքն էր, մեղքի պատիժն էր։ Իսկ ինչպիսին է այսօր իրավիճակը, Քրիստոսով մենք հաշտվել ենք արարչի հետ։ Եվ շատ սուրբեր եղան, որ այս ներդաշնակությունը վերականգնեցին, օրինակ Սուրբ Դանիել մարգարեն քաղցած արյուծների գուբում 6 օր մնաց անսվաղ, ինքն էլ անսվաղ, արյուծներն են անսվաղ եւ պետք է որ ուտեին, Դանիելին մաշ չկերան, որովհետեւ աղոթող, պահեցող Աստծո մարդն էր։ Նոյը ինչ արեց, բոլոր կենդանիներին հրամայեց, հրավիրեց տապան, ենթարկվեցին։ Նոյը համարվում է մարդկության երկրորդ հայր, ինչպես Ադամն էր կենդանիների վրա իշխում, այնպես էլ Նոյն էր կենդանիների վրա իշխում, որտեղ բոլորին հրավիրեց տապան եւ փրկվեցին Նոյի շնորհիվ։
անունները ստացան Ադամի շնորհիվ, կենդանիները փրկվեցին Նոյի շնորհիվ։ Եվ այդպես, երբ որ մենք վերականգնում ենք մեր կապը Աստծո հետ, այսինքն մեր արարչության մեղքերի համար զղջում ենք, ապաշխարում ենք, այն ժամանակ կենդանիները կրկին ենթարկվում են մեզ։ Եվ յուրաքանչյուր մարդու մեջ այդ ներքին ձգտումը կա մխիթարություն գտնել արարչությունից, ինչպես ասացին սկզբում բուսականությունից, հետո կենդանական աշխարհից եւ ամենակարևորը մարդուց մենք իրական մխիթարություն պետք է գտնենք։ Տեսեք, երբ որ Ադամը ստեղծվեց, բոլոր կենդանիներին մոտը բերեց, անուն դրվեց, բայց ասեց իր նման մեկը չկար։ Եվ այն ժամանակ Աստված թմրություն բերեց Ադամի վրա, կողոսկրից մեկը հանեց եւ Եվային ստեղծեց, կնոջը ստեղծեց, որպես խոսակից, կենակից։ Խոսակից, այսինքն մենք կենդանիների հետ այնպես չենք կարող խոսել, շփվել, ինչպես մարդու հետ ենք խոսում, շփվում։ Կյանքի կից չի կարող լինել, որտեվ կենդանին հավիտենական կյանք չունի, իսկ մարդը կարող է ունենալ հավիտենական կյանք։ Այդ պատճառով մարդը մարդուն կենակից եւ խոսակից կոչվեց։ Եվան Ադամին կենակից եւ խոսակից ստեղծվեց, արարեց եւ տրվեց։ Ուրեմն, եթե այս աստիճանակարգմանը նայենք, առաջին մեծ մխիթարությունը գալիս է բնությունից։ Երկրորդը կենդանական աշխարհից, եթե մենք կարողանում ենք հասկանալ կենդանիների լեզուն, որտեղ իրենք խոնար են, օրինակ շունը հավատարիմ կենդանի է համարվում, հա, որտեղ հավատարիմ է իր ծառային։ Եվ այսպես ամեն մի կենդանի իր առանձնահատկություն, օրինակ գառը համարվում է խոնար կենդանի, որովհետև Քրիստոսը գառան օրինակով տրվեց մեզ։ Հա գառն Աստծո վերցնում է աշխարհի մեղք, գառը զոհաբերվում է եւ մեղքերը քավում է, այդպես էլ Քրիստոս զոհաբերվեց եւ մարդկությունը փրկվեց մեղքի իշխանությունից։ Ուրեմն կենդանիները ամեն մեկը մի խորհուրդ, մի իմաստ, մի նպատակ ու մխիթարություն ունեն մեզ։ Բայց եւ այնպես մարդու ամենամեծ մխիթարությունը մարդուց պետք է ստանա։ Մարդը մարդուց պետք է ստանա, բայց ինչու շատ անգամ մենք միմյանցից մխիթարություն չենք ստանում եւ ուզում ենք այդ մխիթարությունը կենդանիներից ստանալ։ Շատ կտեսնեք, որ մարդիկ ավելի նախընտրում են կենդանի ունենալ, քան թե ամուսնանալ, ընտանիք ստեղծել։ Այսպես երբեմն պատահում է, հա։ Մտածում են տնային կենդանի պահեն, բայց չամուսնան։ Որտեվ կենդանին խոնար Աստծո արարածն է, հա։ Իր կամքը եսը չունի, մարդը իր կամքը եսը ունի, կենդանին իր կարծիքը չունի, կենդանու հետ վեճ չի լինում, բայց մարդու հետ շատ է վեճ լինում։ Այդպես շատ անգամ մարդիկ ավելի նախընտրում են կենդանի պահել, քան թե մարդու հետ ընկերություն անել, հա։ Այս է զուտ պատճառը, թե չէ իրական մեծ մխիթարություն մենք միմյանցից պետք է ստանանք։ Բայց եւ այնպես այս բոլոր մխիթարությունները, թե բնությունից, թե կենդանուց, թե մարդուց ժամանակավոր մխիթարություններ։ Իրական մխիթարությունը մենք երկնքից պետք է, Աստծուց պետք է ստանանք։ Եվ բոլորս էլ կվկայենք, որ անգամ ամենալավ ընտանի կենդանին, որ մենք պահել ենք, որ մենք շահել ենք, որ մենք սիրել ենք, այն մխիթարությունը չի կարող տալ։ Անգամ մեր ամենամտերիմ ընկերը, մեր կենակիցը, այլի կրկին այն մխիթարությունը չի կարող։ Անգամ բնության ամենագեղեցիկ միջավայրը, ամենալավ բնության վայրը, այն մխիթարությունը մեզ չի կարող տալ ինչ-որ աղոթքը, ինչ-որ Աստված պաշտություն, ինչ-որ եկեղեցու սուրբ խորհուրդները, ինչ-որ սուրբ հաղորդությունը։ Որովհետև եթե մենք բնությունը նայում ենք, առաջին ենք տեսնում, ապա սուրբ հաղորդությամբ առաջին ենք հաղորդակցվում, ճաշակում ենք Տիրոջ։ Եթե նայելով տեսնում ենք առաջին, ապա այսպես արարիչ մեր մեջ է բնակվում, Քրիստոս մեր մեջ է բնակվում։ Ու ավետարանը կարդալով ուղղակի Աստծո խոսքն ենք լսում, այսինքն եկեղեցու սուրբ խորհուրդները, սուրբ ավետարանը, դրանք ուղղակի հաղորդակցություն են Աստծո հետ։
Իսկ մնացած արարչությունը միջնորդավորված հաղորդակցությունը մենք բնության միջոցով կարող ենք արարչին ծանոթել, բայց Աստծո խոսքը լսելով ավետարանը կարդալով ուղղակի են Աստծո հետ շփման մեջ կարող ենք մտնել, աղոթքով Տիրոջ հետ կարող ենք զրուցել։ Ուրեմն մենք կարող ենք ամեն ինչից մխիթարություն ստանալ, ամեն ինչից, արարչությունից, կենդանիներից, մարդուց, բայց այդ բոլորը ժամանակավոր, անցավոր մխիթարություն է, միակ մխիթարությունը մենք Աստծուց պետք է ստանանք։ Ուրեմն շատ իրական է այս խոսքը Եսայի մարգարեին, թե մխիթարեցեք իմ զավակներին։ Ուրեմն մենք ցկտենք այդ միակ մխիթարություն Աստծուց ստանալ, չմերժելով նաև բոլոր մյուս մխիթարությունները, որ արարչությունից կարող ենք ստանալ։ Ամեն